Գյումրիում հազարավոր ընտանիքներ ունեն ինքնակամ կառուցված շենք-շինություններ, որոնց օրինականացման համար պետությունը տվել է վերջին հնարավորությունը։ Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Կարեն Մխիթարյանը զգուշացնում է, եթե բնակիչները մինչև տարեվերջ չհասցնեն հաշվառել իրենց գույքը, հետագայում օրինականացման հնարավորություն այլևս չեն ունենա։ Անցած տարի Գյումրու քաղաքապետ պարոն Ղուկասյանի կողմից շատ էր բարձրացվել ինքնակամ շինությունների օրինականացման հարցը։ Գյումրիում մեր ունեցած տվյալներով կան 7-ից 10 հազար ինքնակամ կառուցված շենք-շինություններ, որոնք ենթակա են օրինականացման։ Այս թիվը պատահական չէ։ Ինքնակամ կառույցների խայտաբղետությունն հիմնականում երկրաշարժի հետևանք է։ 90-ականներից սկսած մարդիկ ընտանեկան պայմանները բարելավելու նպատակով առանց համապատասխան փաստաթղթերի իրականացրել են կցակառույցների, առանձին տների կամ ավտոտնակների շինարարություն։ Խոսքը վերաբերում է մինչև 2021 թվականը կառուցված քարաշեն շինություններին։ Մինչև 23 թվականի դեկտեմբերը ժամանակ էր տրված, որպեսզի 22-23 թվականներին հաշվառեին ինքնակամ շինությունները եւ փորձեին բնակիչները օրինականացնեին։ Սակայն տենդենսը այնպիսին է եղել, որ թողել են վերջի եռամսյակ եւ շատ բնակիչներ, քաղաքացիներ չեն հասցրել իրենց անշարժ գույքը ինքնակամ կառուցված ուրեմն շենք-շինությունները օրինականացնել։ Հաշվառեն, ապա օրինականացնեն։ Այս տարի հարցը ուրեմն դարձավ արդիական եւ կառավարությունը որոշում ընդունեց, որպեսզի եւս 1 տարով երկարացնեն ինքնակամ շենք-շինությունների հաշվառման գործընթացը։ Մեծ աշխատանք է տարել պարոն Ղուկասյանը, հարցը տարբեր ուրեմն հաշտարներում բարձրացվել է։ Ոլորտի պատասխանատուն նկատում է, բնակիչների շրջանում որոշակի պասիվություն կա եւ շատերը չեն շտապում քաղաքապետարան ներկայացնել գույքի հաշվառման հայտերը։ Կա լուրջ մտավախություն, որ հապաղելու դեպքում կարող է կրկնվել 2023 թվականի նախադեպը, երբ սահմանված ժամկետն ավարտվեց եւ հարյուրավոր քաղաքացիները այդպես էլ չհասցրեցին օրինականացնել իրենց սեփականությունը։ Մասամբ ակտիվություն կա եւ հույս ունենք, որ բնակչությունը կսկսի արդեն զբաղվել, որովհետեւ եթե թողեցին տարեվերջան, ուրեմն ժամանակահատվածին հաստատ խնդիրներ կունենան զուտ ժամանակային առումով։ Փորձը կա 23 թվականի վերջի եռամսյակում նույնիսկ բնակիչները չեն հասցրել չափագրություն իրականացնել եւ հաշվառել իրենց անշարժ գույքը։ Արժեքը բարձր չի, այդ ամեն ինչը իրականացում է կադաստրային արժեքով, ոչ շուկայական մոդարված գներով, ուղղակի երևի ցանկությունն է կամ որոշակի պասիվություն կա։ Ազգաբնակչությանը Գյումրու կոչ եմ անում, որպեսզի մինչև տարեվերջ փորձեն հաշվառել իրենց ինքնակամ շինությունները եւ փորձեն այդ օրինականացման գործընթացն իրականացնել, որովհետեւ տրվել է շանս մինչև տարեվերջ, դրանից հետո արդեն այդ ինքնակամ շինությունները իրանք չեն էլ կարողանա օրինականացնել։ Իսկ ինչպես է իրականացվում գործընթացը։ Օրինականացման ճանապարհը բաղկացած է մի քանի կարևոր փուլերից, որոնք ընդհանուր առմամբ տևում են մոտ 2-ից 2.5 ամիս։ Օրինականացումը ենթադրում է հետևյալը, նախ պետք է ունենան չափագրություն համապատասխան լիցենզավորված կազմակերպությունների կողմից, քաղաքում 4-5 են կազմակերպությունները եւ մեր ունեցած ինֆորմացիայի համաձայն շատ ծանրաբեռնված իրանք աշխատում են, որովհետեւ գործընթացը սկսվել է, արդեն առաջի եռամսյակը ավարտվում է եւ չափագրության հիման վրա կադաստրի ուրեմն կոմիտե մուտք է արվում համապատասխան ուրեմն չափագրությունը, որի հիմքով տրամադրվում է հաշվառման տեղեկանք, որի մեջ հստակ նշվում է կոդը եւ շտրիխ կոդը անշարժ գույքի, որի հիման վրա արդեն ներկայացվում է փաթեթ օրինականացման, համապատասխան մասնագետների վրա մագագրվելուց հետո կազմակերպվում է ուրեմն վարչական նիստ, վարչական նիստի դրական ուրեմն ակտի դեպքում արդեն կարողանան մարդիկ օրինականացնել։ Ըստ պատասխանատուի, եթե շինությունը սեփական հողի վրա է, ապա գործընթացն ավելի պարզ է։ Իսկ եթե համայնքային հողի վրա է, ապա քաղաքացին պետք է ձեռք բերի նաև հողատարածքը։ Կարեն Մխիթարյանն հորդորում է քաղաքացիներին հնարավորինս շուտ դիմել քաղաքապետարան գույքի հաշվառման գործընթացը սկսելու համար։ Նա ընդգծում է, չափագրողների ծանրաբեռնվածությունից խուսափելու եւ ժամկետների մեջ տեղավորվելու համար անհրաժեշտ է գործել օր առաջ։ Չափագրողների հետ ուրեմն սերտ համագործակցություն կա, մշտական
հաստատի դարգում ենք իրականացնում, չափագրողների աշխատանքը բավականին ծավալուն է եւ, այսպես ասեմ, ռեսուրսը բավականին քիչ է։ Հայաստանում գործող օրենսդրության համաձայն ցանկացած լիցենզավորված կազմակերպություն, լինի դա Լոռիից կամ չգիտեմ Երևանից, կարող են այդ չափագրությունն իրականացնել։ Ուղղակի տեղի չափագրողները բնականաբար ավելի հարմարավետ են աշխատում, քաղաքի տեղանքին տիրապետում են, ցանկալի է իրանց հետ համագործակցել։ Կրկին ու կրկին զգուշացնում է, ուշացման դեպքում բնակիչները ռիսկի են դիմում մինչև տարեվերջ չհասցնել գույքի հաշվառումը, ինչը կզրկի նրանց օրինականացման հետագա հնարավորությունից։ Ըստ նրա, այս փուլում ամենակարևորը հաշվառումն է։ Եթե քաղաքացին հասցնի հաշվառել գույքը մինչև տարեվերջ, բուն օրինականացման գործընթացը կարող է իրականացնել նաև հաջորդ տարիներին։ Կարեն Մխիթարյանը հորդորում է գյումրեցիներին լինել ակտիվ եւ դիմել քաղաքապետարանի քաղաքաշինության բաժին, խորհրդատվություն ստանալու եւ գործընթացը ճիշտ կազմակերպելու համար։